Հա, կներեք, ելույթների համար հերթագրում Գեղամանուկյան։ Պարոն Սարգսյան, իրականում նախատեսված որ պաշտպանության նախարարը լիներ, պարոն Պապիկյանի մոտ ուզում էի բարձրացնել մի շատ այժմեական հարց, խոսքը վերաբերում է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից զորամասերում խայտարակ բավվածքին, բայց առաջիկայում պարոն Պապիկյանի հետ հերթական հանդիպման առիթ կունենամ այդ մասը։ Ցավոք ես գործողման եմ լինել, բայց առիթ կլինի։ Նայեք, իրականում այս քանի տարվա մեջ ատեստացիայի հարցով խոսել ենք, ստիպած ուղղակի բարձր եմ համարում բարձրաձայնել։ Օրերս հերթական դեպքը տեղի ունեցավ, ցավալի դեպքը առաջնագծում, երբ գնդակահարվեց զինվորներից մեկը։ Տեսեք, այդ զորամասը, չգիտեմ թիվը հասկանալի, բայց այդ զորամասի սպայակազմի հրամանատար տեղակալներ, հատկապես բարոյական գծով, վստահաբար մի մասը անցել է առնվազն ատեստացիա։ Ատեստացիայով անցել է, համարվել է համապատասխանում է, բարձր բարձրատրվում է։ Բայց այդ զորամասում տեղի ունեն դժբախտ դեպք։ Ոչ թե դժբախտ դեպք, միջանձնային հարաբերությունների հետևանքով որքան հասկանալի է։ Իսկն որակները հրամանատարական եւ իր ենթակա ստորաբաժանումում անառողջ մթնոլորտը իրար հետ փոխկապակցված է, բայց ատեստացիայի արդյունքները որևէ կերպ չի ազդում, պայմանական այսպես ասեմ, X զորամասում արդեն 2 անգամ ՉՊ է եղել։ Տարվա ամփոփման ժամանակ այս ՉՊ-ները արձանագրելուց հետո վատ կառավարման, բարոյական անառողջ մթնոլորտի հետևանքով սա հրամանատարական կազմի վրա չի ազդում։ Այսինքն ի սկզբանե մենք որ ատեստացիայի հարցով խոսում էինք, որ ատեստացիան մասնագիտական համապատասխանության հարցը, սա տիպիկ օրինակներից մեկն է, թե ոնց ատեստացիան, աշխատավարձի բարձրացումը եւ իրականությունը իրար հետ փոխկապակցված չեն։ Ու մի բան էլ վերջում պարոն Սարգսյան, գիտեմ որ դուք եք պատասխանատուն, օրերս էլի համացանցում մի ահազանգ եղավ, մի բլոգեր կա հայտնի, որ այսպես եմ քաղաքային տնտեսության կոռուպցիայի մասին առուտվան գիշեր խոսում, օրերս գրառում էր արել, որ վարժական հավաքների են կանչում խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հիմա գիտեմ որ փուլերով է լինելու վարժական հավաքները, այդ խնդրով հարցում ուղարկել են պաշտպանության նախարարություն, բայց զանգարեցի քաղաքացուն ու պարզվով 23 թվականի Երևանի ավական ընտրությունների ժամանակ զինկոմիսարիատ են իրեն կանչում 20 ժամանակ 3 ամսյա վարժական հավաքների համար, ու գիտեք ինչա պարզվում, ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, ճշմարտություն ասեմ, ծառայել է զինված ուժերում 2 տարի հետո Ռուսաստանի քաղաքացիություն ա ձեռք բերել, չհաշվառված քաղաքացուն զինկոմիսարիատ է ինչ տվյալների հիման վրա է կանչում, եւ արդյոք այդ նույն աշխատավոճը, որ ինչ որ ոչ ցանկալի մարդկանց ընդգրկել է վարժական հավաքներում, վառ արտահայտված օրինակներից մեկն է, շնորհակալ եմ պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, մի վարքյան, ասեմ ձեզ, ես էս կասեմ ելույթների։ Այդ դեպքը, որ դուք ասեցիք, երկրորդ կորպուսի այդ ցավալի չէ։ Մարդու կյանք է գնացել եւ դա խոսում է, որ չլուծված էլի խնդիրներ կան միջանձնային հարաբերությունների։ Շատ հարցեր պարոն Սարգսյան իրականում լուծված են, բայց այս դեպքը խոսում այն մասին, որ մենք պետք է արագացնենք հատկապես հոգեբանական նկարագիրը զորամասերում, երբ որ այդպիսի երևույթներ դեռ կան։ Եվ այսպիսի դեպքերի, որոնք բերում են նաև կյանքի կորուստի, դրա դեմ մեր ծրագրերը պետք է հստակ մենք տեսնենք։ Իհարկե դա ամբողջական մեր ծրագրերի տարբեր դրվագները հավաքելուց հետո մի օր մենք ունենանք այդ միջավայրը, բայց այս տվյալ դեպքի հետ կապված, քանի որ ես խորացա, երբ որ դա եղավ, ես չմանրամասնեմ, որտեվ քննությունը ցույց կտա ինչա, բայց դա անընդունելի է, երբ որ սերժանտ լինի թե հրամանատար, իր ենթակայության տակ եղած զինվորի ինքնասիրությանը առնչվող բառապաշար է օգտագործում, դա էլ պետք է բացառել, պետք է գտնել այդ լուծումը մեր հրամկազմը, պետք է օր առաջ լինի նաև ոչ միայն ուժային, հա, բաղադրիչի կրող, նաև հոգեբանական կարողություններով օժտված։ Խոսքս դրա մասին է, պարոն Մարկյան, ես էլ եմ ծանոթ թեմայա, ինչ վերաբերվում է 25 օրյա հավաքին, ձեզ հայտնի բլոգերը, որ նեղվել էր, որ իրան հատուկ տարել են, ասեմ ձեզ, ես ու պարոն Խաչատրյանը հաճախ ենք լինում օպերայի եւ բալետի թատրոնում,
Եվ եղել է դեպքեր, երբ որ պարոն Սարգսյանն էլ է տեղյակ, ասենք մի հատ ֆագոտիստ ունենք։ Այդ ֆագոտ կրակելու գործիքը չի, գործիքը։ Երբ որ նրան 25 օրյա հավաքի են կանչում, ստիպված ինչ որ բեմադրություն հավում արանքից եւ Դուրգարյանը շատ դեպքերում միջնորդում է, որ տարակ, մեկ էս կատակ եմ անում, ասեմ, բա ֆագոտիստին չտանենք, ում տանենք, այդ չի հարցը։ Ուզում ասեմ, որ թող այդ ընկերը չնեղվի, 25 օրյա հավաքը մեր ռեսուրս ավելացնում է, իսկ ինչ վերաբերում է, որ ինքը Հայաստանի քաղաքացի եղել, ծառայել է, հիմա ինչի է հրաժարվել քաղաքացիությունից։ Ապրի ինքը, որ նորից բանանում, իսկ եթե իրավական խնդիր կա, Սիմոնյանի դրա համար խնդրեցի, որ մոտենա, մեզ կբացատրի իրավական խնդիր կա այդտեղ, թե չկա, եթե չկա, ելույթների